Ուզում եմ այսօր բացահայտել, թե որ հավերն են ավելի ձեռնտու պահել, մսատու հավերը, թե ձվատու հավերը, դրանց տեսակները։ Արդեն 2 տարի, երկրորդ տարին է, որ ես սովորական հավեր փոխարինել եմ, սրանք սովորական հավերն են, որը սկզբում ես պահում էի, փոխարինել եմ բրամա տեսակի հավերով։ Հիմա այստեղ ոչ բոլորն են բրամա, կա և սովորական հավ, աստիճանաբար շատացնում եմ բրամա տեսակի հավերը, որովհետև փորձը ցույց տվեց, որ ավելի լավ է ունենալ մսատու հավ, քան սովորական հավ, որ պահում ես, ասենք երբ պետք է մորթես, արդեն սկի միս էլ չկա, որ միս չկա, որ ուտես։ Ափսոս է այդ դեպքում մորթել հավուտ, նու հավուտելը ափսոս է։ Իսկ ծում էլ այնքան չեն ածում սովորական, ածում է ինչպես բրամա տեսակի հավերը։ Հիմա ես հասկացա մի բան, ավելի լավ է ունենալ բրամա, առաջ ես չգիտեի, որ բրամաները լավ են ածում ձու, ճիշտ է նրանք սովորական հավի նման չէ, 7 ամսականից ձու չեն ածում, այլ նրանք ձու սկսում են ածել մոտավոր 8-9 ամիս հետո, ասենք ձվից երբ դուրս են գալիս, անցնում է 8 ամիս, նոր սկսում են ձու ածել, 8-9 ամսում ավելի շատ, վստահեց, որ արդեն ձու են ածում։ Իսկ սովորական հավերը, այս նրանք արդեն ձու են ածում 7 ամսականից, 6-7 ամսականից, ինչքան էլ ուզում է լավ պահես, մեկը բրամաշուտ չի ածում։ Հիմա բրամաները, ամբողջ ձմեռ բրամաներ ձու են ածել, ամբողջ ձմեռ ձու եմ ունեցել։ Հիմա այս պահին այսօր էլի ձու եմ հավաքել։ Հետևաբար ճիշտ էր իմ մտահղացումն այն մասին, որ պետք է սովորական հավերը փոխել, տեղական հավերը փոխել բրամա տեսակի հավերի հետ։ Ինչ եմ նրանց կերակրում, սովորական ցորեն, տեսնում եք ջրամանները դրած, պարտադիր ջրերը թարմացվում են, դա շատ կարևոր է։ Տարածքը մեծ է իրանք հանգիստ, իրաց համար քճուճ են անում, ասեք պետք չէ ագահություն անել և փոքր տարածքում 100 հատ հավ պահել, ավելի լավ այս տարածքում լինի 20-30 հավ, քան 100 հատ հավ, 100 հատ էլ ենթադրեք 50 հատ անգամ հավ, անգամ պետք չի որ պահել, տեսնում եք ակլորն ինչ լավն է, բրամա սիրուն, իսկ սովորական ակլորը դրա կեսի չափ էր, ափսոս էր, ասենք, վրեն միշտ չկար, իսկ եսի գիտես, որ մի ամբողջ ընտանիքի կբավարարվի, և վր եղած մսով, մեր մյուս ակլորն է, որ այս տարվա ծագերից է, կուզեի լսել ձեր կարծիքը, դուք ինչ հավեր եք պահում և ունեք դուք փորձ նման, որ ցեղատեսակի հավը էլ ավելի լավ ձու կածի և ավելի մսատու կլինի, ավելի լավ է պահել և մսատու և ձվատու, ոչ թե միայն մսատու կամ միայն ձվատու։ Հետաքրքիր կլինի հետագայում կարդալ ձեր կարծիքները, խնդրում եմ արձագանքեք։